ժողովուրդը ի վերուստ համարվում է իշխանության աղբյուրը։ Բնականաբար, եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ պետություն, միակ եւ բացառիկ լուծումը դա ժողովրդի որակի բարձրացումն է։ Հակառակ պարագայում ցանկացած գործողություն դա ունենալու է դրվագային նշանակություն կամ բժշկական եզրութաբանության մեջ ցավազրկողի ազդեցություն։ Իսկ ցավազրկող ազդեցությամբ հիվանդություն չեն բուժում։ Հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է այն հիմնովին արմատախիլ անել իր պատճառական մակարդակում։ Եվ այս պարագայում, երբ որ մենք ունենք այս փաստացի վիճակը ժողովրդի, ցավոք սրտի եւ իշխանության շրջանում եւ ընդդիմության շրջանում, երբ որ պարոն Պետրոսյանը նշեց, որ ոչ մեկի հետ չենք ցանկանում այս փուլում համագործակցել, ինչու՞, որովհետեւ ժողովրդի որակի բարձրացման առաքելությունը սահմանադրորեն դրված է հենց քաղաքական կուսակցությունների վրա։ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ քաղաքական կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանը եւ կարծիքների ձևավորմանը։ Սակայն ինչ ունենք մենք իրականության մեջ։ Իրականության մեջ մենք ունենք հակառակ process-ը եւ արդեն դուք նկատում եք հայտարարված այս ճակերտավոր պատերազմական քարոզչության ընթացքում քաղաքական կուսակցությունները փորձում են յուրաքանչյուրը ժողովրդի վրա ազդեցություն գործել, թե որքան չափաբաժնով ցինիզմ կլինի իրենց ելույթների մեջ, որքան ավելի սուր եւ ավելի գռեհիկ կլինեն մեկը մյուսի հանդեպ վիրավորանքներն ու հայհոյանքները։ Սրանք միանշանակ ժողովրդի մոտ առաջացնում են դեգրադացիա, երբեք դա չեն կարող վերել պետականության եւ ժողովրդի որակի բարձրացմանը։ Հետեւաբար, հենց այս մեթոդաբանությամբ էլ մենք կարող ենք իրական քաղաքական կուսակցությունը տարբերել քայքայիչ քաղաքական աղանդներից։ Իրավաբանները հիմնականում մասնագիտության բերումով լինում են ապաքաղաքականացված, բայց ինձ ինչն է ստիպել լինել այս կուսակցության հետ, կուսակցության կողքին, բացառապես գրագետ, գիտական մակարդակով մշակված եւ իրականացվող քաղաքականության գաղափարախոսության մեջ։ Կուսակցությունը ձևավորվում է բացառապես արժեհամակարգի եւ գաղափարախոսության հիմքի վրա եւ կուսակցության անդամներն ու համակիրները մտնում են այդ գաղափարախոսության եւ արժեհամակարգի տակ, այլ ոչ թե միավորվում են առաջնորդի կամ, չգիտեմ, հետագայում պետական պաշտոններ զբաղեցնելու շահի շուրջ, եւ այսօր մենք մյուս կուսակցությունների գործունեության մեջ հիմնականում տեսնում ենք այս տենդենսը։ Ինչու ես ուզում տվյալ կուսակցության անդամ լինել, որպեսզի ընտրություններից հետո պաշտոն զբաղեցնեմ, անկախ դրանից ես այդ արժանինքները ունեմ թե ոչ։ Եվ հետեւաբար մեր խնդիրն է օգտագործելով նախընտրական քարոզչության այդ լայնածավալ հարթակը ամենաառաջին հերթին փորձել բարձրացնել մեր ժողովրդի ինքնագիտակցության մակարդակը։ Սա է կուսակցության հիմնական առաքելությունը։ Իսկ ինչու, որովհետև նախկինում, երբ որ տարբեր խմբեր եկել են իշխանության, ամենահեշտ վերարտադրվելու մեխանիզմը եղել է ժողովրդի դեգրադացիան եւ նրա ինքնագիտակցության մակարդակի փլուզումը եւ բնականաբար անկախության 30-ամյա հետագիծը ինչ է ցույց տալիս, որ խորհրդային միության բարձր իրավագիտակցություն ունեցող հասարակությունը աստիճանաբար սկսեց ապրել դեգրադացիա եւ ինչի արդյունքում մենք ունենք այսօրվա անմխիթար վիճակը։ Եվ բնականաբար պարոն Պետրոսյանը շատ ճիշտ նկատեց, որ բազում հարվածներ են լինելու, հետապնդելու են եւ այլն, ինչու, որովհետեւ կա մի պարզ ճշմարտություն։ Սապատավորների մեջ գեղեցկությունը թվում է այլանդակություն։ Հիմա մենք պետք է ճեղքելով այս իրավիճակը տեր կանգնենք ըստ այս ճշմարտության գեղեցկությանը, որպեսզի սապատավորները իրենք եւս հասկանան, որ փրկությունը պետության հենց գեղեցկության մեջ է։ Հակառակ պարագայում մենք
ունենալու ենք այն անմխիթար վիճակը, ինչը որ մենք ունենք այս պարագայում։ Հետևաբար գաղափարախոսությունը եւ ամբողջ արժեհամակարգը ինչպես պետք է ամրագրվի եւ ինչպես պետք է կյանքի կոչվի, բնականաբար ինստիտուցիոնալացվի եւ ստանա բարձրագույն իրավական ամրագրում, այստեղ խոսքը վերաբերում է նոր սահմանադրության մասին։ Արդյոք մեր երկրին պետք է նոր սահմանադրություն, թե ոչ։ Հատկապես գիտեք, որ գործող իշխանությունները ուզում են շրջանառության մեջ դնել նոր սահմանադրության նախագիծը։ Միանգամից պատասխանեմ, որ առավել քան երբևէ մեր պետությունը անհրաժեշտություն ունի ունենալ նոր սահմանադրություն, սակայն նոր սահմանադրությունը պետք է 180 աստիճանով տարբերվի իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրությունից։ Առաջին հերթին այդ հարցի վերաբերյալ մենք շատ ենք քննարկել, շատ ենք խոսել, համահայկական պետության սահմանադրությունն է։ Այսինքն մի սահմանադրություն, որը պետք է լինի ոչ թե 3 միլիոն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հայերի, այլ համայն հայության սահմանադրությունը։ Սահմանադրություն, որը պետք է մեկտեղի ինստիտուցիոնալ մակարդակով տարածքային, քաղաքակրթական եւ համաշխարհային ինքնությունը։ Իսկ մեր հայերը համարվում են այս 3 ինքնությունների համատեղ կրողը։ Եվ եթե մենք ինստիտուցիոնալ մակարդակով դա չամրագրենք, կկորցնենք այս ամբողջ խնդիրը։ Նոր սահմանադրությամբ պետք է դրվի գլոբալ հայի հոմո արմենիկուսի որակի չափանիշները։ Եթե մենք հասարակության անդամի որակի չափանիշներին չենք անդրադառնում, մենք ունենում ենք դարձյալ դեգրադացված հասարակություն։ Հասարակության մեջ աստղի կարգավիճակով կամ ասենք կինոյի մեջի տղայի կարգավիճակում հայտնվում են տարբեր մականունավոր օլիգարխներից սկսած մինչև կրիմինալ հանցավոր երևույթներ, որոնց վարքագիծը եւ ապօրինի կուտակած ունեցվածքը դառնում են ուղենիշ հասարակության անդամների համար եւ նրանք փորձում են նմանվել նրանց, որպեսզի այս արևիտակ իրենց ավելի լավ զգան։ Հետևաբար մեր գաղափարախոսության հիմքում, որպեսզի մենք ունենանք հզոր եւ որակյալ պետություն, պետք է ունենանք որակյալ քաղաքացի։ Որակյալ քաղաքացու նշաձողը հետեւյալն է. պետությունը պետք է կերտի Հայաստանի հոմո արմենիկուսի, այսինքն գլոբալ հայության քաղաքացու հետեւյալ որակի չափանիշները։ Առաջինը պետք է գլոբալ հայը լինի հաղորդ, պետք է լինի համարձակ, պետք է լինի հավատարիմ եւ հոգատար։ Սա հիմնական որակի չափանիշները պետք է լինեն, որոնք օգնելու են, որպեսզի հասարակությունը դուրս գա այս դեգրադացիոն ճահճից։ Հետևաբար եւ գիտական մակարդակով եւ գործնականում միանշանակ պետք է արձանագրենք առանց արժեհամակարգի եւ այդ արժեհամակարգի վրա հենված գաղափարախոսության հնարավոր չէ որևէ դրական տեղաշարժ պետության հզորացման եւ որակականության մեջ։ Հետևաբար սա է մեր խնդիրը, որ բացառապես մենք պետք է մասնակցենք հասարակությանը արժեհամակարգի օրակարգ թելադրելով։ Գիտական առումով ես ձեզ հավատացնում եմ, որևէ այլ կերպ մեր պետությունը չունի փրկության ուղի եւ եթե սա մենք չկարողանանք ճեղքել, ապա մենք ունենալու ենք ցավոք սրտի պետականության եւ ինքնիշխանության կորուստ։ Ոչինչ հենց այնպես չի լինում։ Այսինքն, եթե քո առջև դրել ես խնդիր տվյալ հարցը լուծելու համար, այդ հարցը ինքնահոսի չի կարող լինել։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ անկախությունից հետո մեր պետության կոնցեպտը, Հայաստանի Հանրապետության կոնցեպտը եղել է ինքնահոսի, ինքնաձևավորվող, ինքնակազմակերպվող պետության մոդելը։ Իսկ ինքնաները մեզ տանում են դեպի քաոսի եւ անորոշության հորձանոտ։ Մինչդեռ, եթե դու հասկանում ես քո պետականության կերտման գաղտնիքը, ապա դու նպատակամղված գործունեությամբ կարողանում ես հասնել քո բաղձալի պետականությանը, իսկ պետականության հիմքում կոնցեպտուալ պետք է լինի պետություն, որը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու երջանիկ լինելու իրավունքը։ Սա է պետության հիմնական
էությունն ու նպատակը։ Մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել այս լավ միջոցառման համար, որովհետեւ մենք տեսնում ենք այս դահլիճում հավաքված ոչ թե քանակ, այլ բացառապես որակ։ Շնորհավորելով դարձյալ կուսակցության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ ես մաղթում եմ բարի երթ եւ հաղթանակ։